Առհասարակ այս գործընթացը ունի միայն քաղաքական ուղղություն։ Շատ ակնհայտ է, որ վարչապետը քաղաքական ուղղորդումով, քաղաքական հրահանգներով ուղղորդում է իրավապահ մարմինների գործողությունները եւ դա անթակույց դա ցույց է տալիս։ Եվ բնականաբար սրանք իրավական գործընթացներ կոչելն ընդհանրապես շատ դժվար է, որովհետև դրանք ընդհանրապես իրավական այսպես շղարշով են, բայց իրականում զրթապաճառները ամբողջովին քաղաքական են եւ դուք ճիշտ մատնանշեցիք, հիմա եթե խոսքը գնում է օրինակ 2024 թվականի ելույթի կամ հարցազրույցի մասին, ակնհայտ հարց է չէ առաջանում, բա միջև այդ ինչու վարույթ չէր նախաձեռնում, առավել եւս հիմքեր չեն գտել վարույթ նախաձեռնելու եւ ինչու դա համընկավ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության, այսինքն իշխող կուսակցության ղեկավարի քաղաքական դիրքորոշումների հետ։ Այս process-ն ընդհանրապես քաղաքական առումով եւ իրավական առումով ընդհանրապես այստեղ կամայականության մասին է խոսքը, իսկ քաղաքական առումով հստակ ուղղորդում է, տեսեք ինչ է տեղի ունենում։ Առհասարակ պետական պաշտոնյաները նրանք ունեն հստակ պարտականություններ, լիազորություններ, իրավասության շրջանակ եւ նրանք ինչ են անում, թաքնվում են այն շղարշի ներքո, ասում են մենք որպես հավատավոր մարդիկ, չէ, մի քանի հոգի կան այնտեղ նախարար, մի քանի падգամավորներ կան, կառավարության ղեկավարը եւ դրա տակ թաքնվելով սկսում են տարածել ատելություն եկեղեցու վերաբերյալ, փորձում են անհատական ինչ-որ անձերի միջև հարց դնել, բայց իրականում սա միայն եկեղեցականներին նաև վարկաբեկելու հաշվին հայոց եկեղեցին վարկաբեկելու փորձ է, հեղինակազրկելու փորձ է եւ չնայած նաև արշավ է տեղի ունենում ակնհայտ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ նաև ատելության հովանավորություն։ Տեսեք ինչ է տեղի ունենում, անհանդուրժողականություն։ Ժողովուրդը բաժանված է, ել ավելի խորանում է պառակտումը մեր հասարակությունում։ Անվտանգության այս աստիճան ծայրահեղ վտանգավոր խնդիրների ֆոնին մենք ունենք անվտանգության առավել մեծ մարտահրավերների հրահրում, առաջացում հենց երկրի ներսում։ Եվ այնպես որ այսօրվա գործընթացը ես կառաջարկեի հենց դիտարկել այս կոնտեքստում եւ սա ոչ թե գիտեք ինչ որ կռահում են կամ սա հստակ գնահատական է, որը հիմնված է փաստերի վրա։ Սա ուզում եմ շատ հստակ ընդգծենք։ Անդրադարձել էին ձեր դիտարկումներին, ասում էին իսկ ձայնագրությունների մասին ինչ կարող եք ասել եւ այլը, բայց դուք ինչպես ձեր խոսքում նշեցիք, թիրախում եկեղեցին է հաշվի առնելով, որ մի սրբազանին փորձում են ահաբեկչության այսպես ծրագրավորող ներկայացնել, մյուսին էլ արդեն նայեք, Անի ջան, առհասարակ ես ուզում եմ հստակ ընդգծել, որ քաղաքական գործընթացներում բռնության կոչ, ատելություն, չգիտեմ, նմանատիպ որևէ երևույթ չի կարող տեղի ունենալ։ Դա առհասարակ պետք է բացառվի, որովհետև դա է պահանջում ժողովրդավարությունը, դա է պահանջում իրավունքի գերակայությունը։ Այստեղ խոսքը բոլորովին այլ բանի մասին է, տեսեք, ես քանի որ կա քրեական վարույթ նախաձեռնված, անմեղության կանխավարկածի սկզբունքը գործում է եւ այլն եւ իրականացվում է քննություն։ Հիմա իհարկե այդ քննությունը քաղաքական ակնհայտ դրդապատճառներով է, բայց ամեն դեպքում process-ը գնում է։ Իմ խոսքն այն մասին է, որ սրանից զատ երկրում իրավական կամայականություն է առհասարակ տիրում, որովհետև քաղաքական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք ունեն կոնկրետ լիազորություններ, օգտագործելով իրենց ազդեցությունը, կատարում են անօրինական գործողություններ։ Հիմա եկեք ընդհանրապես երկու տեսակի արարք վերլուծենք։ Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարում է, որ եւ սպառնում է նաեւ կա չհրապարակված եւ չհերկված անգամ ինֆորմացիա, որ իրավապահ մարմիններին հանձնարարված է անձնական կյանքի վերաբերյալ մեր եկեղեցականների հավաքել տեղեկություններ։ Դրանից բացի, տեսեք ինչ է տեղի ունենում, խտրականություն է ակնհայտ, այսինքն կրոնական պատկանելիության, հայացքներով եւ այլն պայմանավորված նաև եկեղեցու սպասավոր լինելու հիմքով պայմանավորված խտրականություն է ակնհայտ քարոզվում եւ անհանդուրժողականություն հրահրվում է թշնամանք։ Սրանք արվում են իշխանական ազդեցությունն օգտագործելով, իշխանական լիազորություններն օգտագործելով, կազմակերպված հստակ դերաբաշխումով, սրանք քրեորեն պատժելի արարքներ են եւ այս քրեորեն պատժելի արարքների հովանավորությունը ստացվում է անում են կոնկրետ բարձրաստիճան պաշտոնատար անձինք վարչապետի ղեկավարությամբ, ընդ որում այստեղ կարևոր է նաև ընդգծել, որ նրանք
կուսակցության, իշխող կուսակցության անդամներ են, իշխող կուսակցության վերնախավն է։ Այսինքն այս ամենը նաև ծառայեցվում է քաղաքական շահերին։ Անդադար դա ենթադրություն է կներեք, որ Չէ, սրանք Փաշինյանը հրահանգել է անձնական կյանքի մասնագետին, տեսեք, չէ, ստատուսներից չէ, կա մասնավորապես երբ ինքը գնացել էր Երևանի պետական համալսարան հանդիպման, մասնակիցներից հրապարակել էին ինֆորմացիա, եւ ես դա հստակ լայնորեն հրապարակվել է, որ հանձնարարել է հատուկ մարմիններին, ինչպես այդ տեղեկությամբ է նշվում, հավաքել Հայամենայն հայոց կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ, եւ դա չի հերքվել, որ նման բան է եղել, որ ինքը նման բան է ասել։ Սա դրանից բացի ակնհայտ է, չէ, որ նա այդ ստատուսները գրելով դա ցույց է տալիս, որ ինքը ունի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ, եւ ակնհայտ է, որ դա հատուկ հավաքագրվել է քաղաքական դիվիդենդներ ստանալու նպատակով ինչ որ մի պահի օգտագործելու համար, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, սա շատ ակնհայտ է եւ սա ոչ թե փորձում ենք տողատակերում կարդալ, սա ակնհայտ ասում է դրա մասին։ 2016 թվականի փոխոցի իրադարձությունների ժամանակահատվածում զուգահեռ Խորենացու փողոցում Նիկոլ Փաշինյանը գոռում էր իշխանափոխություն, հիմա հրաժարականներ այդ ժամանակահատվածում երկրի նախագահի պահանջում, այդ ինչպես էր դրա այդ ամենը դիտարկվում քաղաքական, իսկ հիմա այս ամենը դիտարկվում ահաբեկչական։ Տեսնում եք հիմա սա ակնհայտ հենց դա է, չէ՞, այդ մասին է։ Սա տեսեք, բայց սա ինչ է նշանակում։ Այստեղ բայց սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այստեղ մենք գործ ունենք քաղաքական նպատակահարմարության հետ։ Իմ իշխանությունը այստեղ ամենագլխավոր նպատակը որն է, մոտիվացիան, պահպանել իշխանություն։ 1 օր ավել, 2 օր ավել, բայց պահպանել իշխանություն, քաղաքական իշխանություն։ Եվ դրա նպատակահարմարությունից ելնելով ասվում են հայտարարություններ։ Սա ակնհայտ է։ Նաև 2018 իրադարձությունների ժամանակ դուք մարդու իրավունքների պաշտպան էիք, Նիկոլ Փաշինյանը մտավ հանրային ռադիո։ Հիմա դա կարող ենք որակել որպես այսպես հեղաշրջում եւ այլն։ Հիմա տեսեք, նորից եմ ասում, այստեղ շատ կա։ Որ այդ ճանապարհով գնում էր, հիմա հանկարծ օրինակ իշխանափոխության մասին հայտարարությունները այլ կոնտեքստում է։ Ոչ միայն տեսեք, ոչ միայն հիմա կատարվում են պաշտոնատար անձանց կողմից, որոնք ազգային ժողովում падգամավորի պաշտոն են զբաղեցնում, կառավարող խմբակցության անդամ են, նախարար են, եւ ամենակարևորը Հայաստանի վարչապետի պաշտոն են զբաղեցնում, կատարվում են քրեորեն պատժելի արարքներ, նրանց արարքներում ես արդեն մի քանիսը իմ կարծիքով ես որպես մասնագետ մի քանի առնվազն հանցակաց մենք այստեղ վերլուծեցինք անձնական կյանքի վերաբերյալ ապօրինի տվյալներ հավաքել, թշնամանք, անհանդուրժողականություն, խտրականություն հրահրել, լիազորությունները գերազանցել եւ այլն, այսինքն մենք կարող ենք այս ամենի հետևում կանգնած, բայց խնդիրն էլ որն է, որ կա միասնական քաղաքականություն, սա քաղաքականություն է։ Հիմա տեսեք, սա ինչու է շատ վտանգավոր մեր պետության համար, ոչ միայն սա խարխլում է մեր երկրի անվտանգությունը, մեր դարավոր սրբավայրերի պղծում է սա անհանդուրժողականություն է, սա նաև երկրում գործող իրավական ինստիտուտների կազմաքանդում է։ Տեսեք, յուրաքանչյուր երկրում մեր երկիրը հռչակված է մեր սահմանադրությամբ որպես ժողովրդավար երկիր, չէ, իրավական պետություն։ Սա շատ կարևոր է։ Սա ինչ է նշանակում։ Այդ երկրում ամեն պաշտոնյա ունի կոնկրետ լիազորություններ։ Չի կարող պաշտոնյանը ասի, գիտես ինչ կա, ես եկեղեցու հավատավոր զավակ եմ, թաքնվի այդ արտահայտության տակ ու ամբողջ ելույթը հովանավորի դրանով ատելություն, տարածի ատելություն, անհանդուրժողականություն։ Իրենք հələ մի հատ վերցեք ուսումնասիրեք իրենց այդ ստատուսները, որ ամեն օր գրում են, չէ՞։ Դուք չեք գտնի գրեթե մի ստատուս, որը վիրավորանք չի պարունակում, ատելություն, հրահրում, սեռական հայհոյանքներ եւ այլն։ Սա ինչ է նշանակում։ Ամոթ է, գիտեք, սա ոչ միայն պետական պաշտոնյային ոչ հարիր է, սրանք սահմանադրությամբ եւ օրենքներով արգելված գործողություններ են։ Իմ ասածը հենց դա է, որ այստեղ նաեւ մեր պետականության հիմքերն են կազմաքանդվում այդ տեսանկյունից, որովհետև ոչնչացվում են իրավական ինստիտուտները։ Այսօր որևէ իրավական ինստիտուտ, ես կարող եմ ասել, չի գործում, որովհետև նրանք ունեն կոնկրետ լիազորություններ։ Հայաստանի կառավարության ղեկավարը չի կարող լինել միահեծան բռնապետի տեսքով։ Նրան այդ ինստիտուտները գոյություն ունեն նրան զսպելու համար, հասկանում եք։ Ինստիտուտները ունեն իրավական պաշտպանությունը, որպեսզի չենթարկվեն Փաշինյանի օրենսդրական տեսեք։ Նայեք, սահմանադրության մակարդակով եւ մեր օրենքներով, այո, նրանք ունեն անկախության մի մասը անկախ է կառավարությունից, ունեն երաշխիքներ, բայց այսօրվա քաղաքական կարող եմ ասել իրավական համակարգը այնպես է, մենք այսօր ըստ էության ունենք կուսակցապետություն եւ անձնիշխանություն։
Սա է մեր այսօրվա գնահատականը եւ հետեւաբար սրանից է ամբողջը գալիս այդ բոլոր մարմինները ենթարկեցրել են, այսպես ասեմ, նրանց եւ տարբեր մեկը, չգիտեմ, ուղղակի այդպես ծառայում է, մեկը երևի իր համոզմունքներն է, որ կառավարության ղեկավարը ինչ ասի պետք է անեն եւ այլն։ Մեկը որ չպիտի անի ու իրեն ուղարկել են հանգստի։ Հիմա այդ մյուսները տեսնել։ Հիմա տեսեք, դե իսկ ովքեր հավելեմ, հա, իսկ ովքեր որ կատարել են այդ գործողությունները պետական պարգևի եւ պարգևավճարման են արժանացել։ Նորից եմ ասում, սա ի սկզբանե համակարգը, տեսեք, իրականում մենք այստեղ ինչը պետք է հաշվի առնենք։ Այստեղ ոչ թե գնում է պետականության ամրապնդում, մեր պետության հիմքերի, այլ գնում է համար մեկ խնդիրն է, ինչպես իշխանություն պահել։ Վերջ։ Եվ այդ տեսանկյունից պետք է ամբողջը նայել։ Հիմա տեսեք, անգամ այդ բառապաշարը, չէ՞, մենք այսօր միջազգային մամուլում խայտարակ ենք եղել։ Մեր պետությունը, չէ, Euronews եւ այլն ամոթ է, չէ, մարդ ամաչում է, որ իր երկրի գործադիր իշխանության ղեկավարի, որ ըստ էության երկրի ղեկավարի լիազորություններ ունեցող պաշտոնը կամ այդ պաշտոնը կրող անձը նման բառապաշարով է խոսում, հետո որովհետեւ ամբողջ միջազգային մամուլը ծաղրում է Հայաստանի Հանրապետությանը։ Ես ամոթալի է սա ուղղակի։ Սրանից բացի, սա ոչ միայն մեր երկրի իմիջին է հարվածում, սա ոչ միայն մեր երկրի ժողովրդավարությանը, հեղինակությանն է հարվածում, սա քանդում է երկիրը ներսից, որովհետև մենք անվտանգության մարտահրավերներ որքան էլ որ ունենք, շարունակվում են դրանք, պառակտումը, անհանդուրժողականությունը, մարդկանց խմբերի բաժանելը, այս գործընթացը հիմա որտեղ լրացած այդ սև ու սպիտակի կատարելագործված հիմա բաժանում է տեղի ունենում։ Սա անվտանգության լրջագույն մարտահրավեր է, այսինքն մարտահրավերը ապակայունացման է տանում երկիրը։ Եվ չասենք, որ ադրբեջանական զավթողական ծրագրերում սրանք այս ամեն ինչ տեղում սրանք նվերներ են, սրանք գոհարներ են, որոնք ադրբեջանական զավթողական ծրագրերի համար են։ Տեսեք, ադրբեջանական զավթողական ծրագրերից է այսօր հայոց առաքելական եկեղեցին հռչակված է որպես թշնամի, որպես, չգիտեմ, պատերազմի քարոզիչ, իրենք այս վերջում թեմեր բացեցին, իրենց այսպես կոչված հոգևոր, չէ, որոնք պետք է իբր Էջմիածնում եւ Երևանում գործեն։ Արդեն Ադրբեջանի նախագահը դիմել է ՄԱԿ-ին պաշտոնապես, ես սա ուզում եի պաշտոնական մենք հրավահայտարարություն անեինք, չհասցրեցինք։ Ադրբեջանի նախագահը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին այդ արևմտյան այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի եւ այդ խնդրի հետ կապված։ Դրան անմիջապես հաջորդեց ընդամենը մի քանի օր առաջ եղել եւ մի քանի օր հետո էլ դրանից նորից էլի Թուրքիայում ընդունվեց իսլամական պետությունների այդ հայտնի կազմակերպության հռչակագիրը։ Տեսեք, այդ ժամանակ ուրեմն հետևյալ ժամանակագրական հերթականությամբ եղան իրադարձություններ։ Ստամբուլում տեղի ունեց Անկարայում ներողություն, տեղի ունեցավ հատուկ միջոցառում, որից հետո նվիրված այսպես կոչված արևմտյան Ադրբեջան այդ վերադարձի հարցերին, դրանից հետո, չէ, Ստամբուլի հռչակագրի չեմ ասում, դրանից հետո Ադրբեջանի նախագահը հատուկ նամակով դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը եւ ակնկալում է պատասխան։ Մեր տեղեկություններով նա նաեւ դիմել է Եվրամիությանը։ Եվրամիության, եթե չեմ սխալվում, խորհրդարանին։ Դրանից հետո նոր ընդունվեց այն հռչակագիրը, որ այս քանի օրը քննարկվեց, որտեղ 26-րդ կետում Հայաստանի Հանրապետությունը ներկայացում է հայ ժողովուրդը, Հայաստանը ներկայացում է որպես իսլամոֆոբ երկիր, ներկայացում է որպես ջարդարար, որ բռնի տեղահանել է եւ այլն, որով հիմքեր են ստեղծում այդ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար։ Ավելին, նրանք այս ժամանակահատվածում, քանի որ մեր երկրի արտաքին օրակարգից դուրս է եկել բոլոր մեր անվտանգությանը վերաբերող հարցերը, այդ վակուումը լրացվում է ամբողջ ադրբեջանական ինֆորմացիայով ստացվել է այստեղ ապացուցվում է կամաց-կամաց է, ինչ որ Ադրբեջանի իշխանությունները մեզ այդքան մեղադրում են։ Սա նաև նշանակում է, որ մեզ նախապատրաստում են հնարավոր իրենց բարենպաստ իրավիճակի դեպքում ագրեսիայի շատ հստակ հիմքեր, իսկ փաստական հիմքերը ապահովում են մեր գերիների դատավարությունով։ Նրանք այսօր հիմա այստեղ գնահատականները տալիս են, այնտեղ էլ այսպես կոչված փաստական հիմքերն են ապահովում։ Իրական առումով ինչ կանխարգելիչ գործողություններ կարող է իրականացվել, արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, բայց ամեն դեպքում եթե ՄԱԿ է դիմել Ադրբեջանի նախագահը, այստեղից ինչ գործողություններ պետք է հաջորդեն։ Կան օրակարգից դուրս են եկած կարևորագույն հարցեր, որոնք Հայաստանի անվտանգության այսպես հենասյունն են կազմում։ Օրինակ,
չկա ընդհանրապես մեր զավթած տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրս գալը։ Մեր մի հատ էլ մենք գնանք մեր գյուղերը տեսնենք, արդյոք կարող են մեր քաղաքացիները սահմանամերձ գյուղերում անվտանգ զգալ, երբ որ մի քանի 100 մետր այն կողմ ադրբեջանական զինված ծառայողները։ Հասկանում եք, այսինքն ես տեսեք հիմա գանք նորից այս իրադարձություններին, որ տեղի ունեն։ Հիմա այսքան մարտահրավերների պայմաններում մենք պետք է լինենք փոխանակ միասնական, համախմբված, նույն նպատակին ծառայող, որտեղ մեզ բոլորիս սպառնում է մեկտեղ կենտրոնից հստակ եկող թուրքական, ադրբեջանական իշխանությունների կենտրոնից եկող վտանգ, իրական սպառնալիք, օրհասական սպառնալիք։ Մենք ինչ է այստեղ տեղի ունենում, թիրախավորված է հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցին, եկեղեցականությունը, պարակտում են մարդկանց, քաղաքական դրդապատճառներով եւ այն ինչ մնացածը արդեն քննարկեցինք։